Երևի ես էլ բնական էր Աստծո կողմից ուղարկված, որ ես պետք է բարձրանամ սար ուրց քաղելու ու պետք է հանդիպեմ 3 գումարած։ Անկյուն գումարած 3։ Դե իհարկե բարձրանում ենք սար ուրց քաղելու բարիք այս օգտվելու, հետո հիշողություններ ասախ։ Ամեն մի սար, ամեն մի բլուր իր հիշողությունն է թողել ժամանակին։ Եվ նայում ես ժամանակն անցնում է եւ հիշողությունները գալիս ուր գնում են։ Արս բանը եթե բարձրանում ենք սար մեր դադարիքը, մեր բայբրի պասը պետք է մեր հետ լինի ուղղջլենք, առողջլենք։ Ամեն գալուց ասում ենք թող Աստված առողջություն տա, շարք փորձանքից հեռու պահի ու տարին էլ Իրանը զարթնացնում է, զարթոնք ապրում, գարունը գալիս եւ օգտվում ենք եւ հիշում։ Նոյեմբերյանի սարերում ենք շլորկու տուրթում։ Ամենահամով հացը դա սարերում կերածն է, ամենապարզ ու մաքուր բաժակաճառը սարերում ասվածն է։ Հենց այսպես հանդում սուփրա են գցել, հավեսով հավաքվել են ասել խոսելով մի կտոր հաց ուտելու ու բնությանն ու Աստծուն օրհնելու բերք ու բարիքներ շռայլելու համար։ Ամեն ինչ տնական, համեղ ու բնական է կոթեցի Կամոյի ու Նինայի փռած սեղանին։ Բացված սեղանը շատ մեծ սիրո, ջերմության, կամեցողության ու հեռավոր այս սարերում անցորդների հետ մի կտոր հաց կիսելու մասին եմ։ Մեր տնական հավն ենք մորթել բերել, ամեցեք բել, անուշարեք։ Այո, անպայման օգտվեք։ Անանջան։ Ողջ դենեք խմեմ չեր, դավայ։ Ասում էր չեմ խմա։ Մեր սարքասոն նարանգինին, մեր քաշած օղին, իմ մորթած հավնա ես, տնական, իմ արած կանաչինա, մեր այգու կանաչինա, մեր սարքած պանիրնա, մեր դրած թթունա, մեր պահած խոզի միսնա, մեր քաշած օղինա, իմ քաշած նարանգինինա ես եմ սարքել։ Այստեղ լեռներում ալպյան մարգագետինները մերթ ընդ մերթ փոփոխվում են, վերածվելով թավուտ անտառների կամ նոսր ծմակուտների։ Այստեղ յուրաքանչյուր լեռան լանջ բնության յուրահատուկ մի թանգարանն է, աննախադեպ ու անկրկնելի, որ թվում է թե պիտի վաղուց արգելոցների վերածված լինեին։ Նոսրուտներում ու ալպյան մարգագետիններում ուրցի զմայլող բույրն է, որ բռնում է շնչառությունդ ու անհագորեն փորձում ես ներծծել վաղ ամառային գժված բնության բույրերը։ Հենց բնության այս զարմանահրաշ նվերի ետևից էլ տասնյակ մարդիկ ամեն օր այս լեռներ են բարձրանում։ Կամոն ու Նինան էլ բացառություն չեն, կոթեցի ամուսինները եկել են անուշաբույր ուրցի հետևից։ Ստեղի ուրցի հոտը շատ սուր է։ Տանում ենք, վաճառում ենք, երեխեքի համար ուղարկում ենք Ռուսաստան։ Խորոված ենք, միս ենք բաստոր մաթնում, սրա հոտը շատ է լավ է։ Բերել եմ ուրց ենք խաղում, ես հոպարապ չեմ մնա, ես էլ պետք է։ Ձեզ կտակ ձեր խաղած այսօրվա։ Որ հետները մրցում են, վերջում ասում են մալադես, դու մաքուր կողտ է։ Ես վերջ ես դանակով մի քիչ խաղել էի, էսի որ տանում ենք տուն, ինքը մի հատ նորից անցկացնում է, ստուգում է, մաքրում է, ասում են դանակով խաղած մոմենտները չեմ սիրում, ասում են դժար անում։ Մի նորից սկսել եմ ձեռով խաղել ասենց։ Շատ թե քիչ գործը արդեն արված է, ուրցը հավաքված, իսկ մեր գործը դեռ առջևում է։ Կամոյին ու Նինային գործից կտրում ենք, որպեսզի մեզ ու ձեզ պատմեն իրենց մասին։ Այն մասին, թե ինչպես կոթեցի դուդուկահարը զուռնաչին առաջին հայացքից ու մանկության տարիներից իր խոսքով սիրելի, շատ սիրելի Նինիկին կնության առավ։ Այդ օրվանից համ Նինիկը բախտի մեջ թաղվեց, համ էլ ռոմանտիկ, շատ ռոմանտիկ երաժիշտը։ Հովին մեռնեմ, հովին մեռնեմ Սարերի հովին մեռնեմ, հովին մեռնեմ, հովին մեռնեմ Իմ յարի բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ Իմ զուգահեռ դասարանում նա իրար հետ ծովել ենք, նույն գյուղից ենք ու սիրահարվել եմ Պատերին երեխեքը գրում են Կամո Նինա, Կամո Նինա սեր Բանակ գնալուց թալիսման եմ թողել, ողոր միրա անորս գնացի ասավ տղաջան կոննա, դե որ ասում ես պարզեր ես տենց եկել ես կոննա, գնաց առայի արի կոննա
Մոլանդեց պայքարեց 2 տարի եկան 21 տարեկանում ամուսնացել եմ ենք 4 երեխա 3 տարի աղջիկ ունենք Ռուսկով եկել էր հորս ասել էր, նա հերս էլ ասել էր, թե որ տենց ռուսկով տղա ես եկել ես անմիջապես դու ասում ես, ուրեմն կգնա Որ ես չուզեի չեմ պատկասում կգնա բնակարի, հետո կգա կնշանես Ձեզանից լավ ինչ էր գտնելու ամեն դեպքում Տիկիննա դուք ինչ կասեք, գոհ եք համատեղ ապրած ձեր Քիչ եմ գոհ, շատ Բայց խնամախոսի հիշարժանորը քիչ էր մնում ձախողեր հենց նույն բնությունը, առանց հաշվի առնելու անհամբերությունից տրոփող Կամոյի սիրտը ու շուտ հաշուտ հորդորները։ Հորս ասում եմ, դու գիտես էլիս, ուզում եմ, դե դավայ, միջնեք կորս, մերս, կորնել մի քիչ ամբարեր նպաստա ցեխոտ։ Ես մերս սոտ տալով, շորը ցխոտելով, ես առաջ գնում եմ, որ պետք է Ոչ մեկ էլ են ասել, որ ասել հարց չկա, եթե իր ասել շորը ցխոտել այլել, բայց ճամփից ետ չեմ թռան, որ ետ թռնամ լավ նշան չի, պետք է գնամ տեղ հասնում, որ գործս ալի։ Հետա վիրին կացել եկել։ Սիրուն չալտիկ ու չալպտուրիկ աղջիկ էր Նինան, որ միանգամից գրավեց դեռատի Կամոյի սիրտը։ Ասում է, թե կոթի աչքի լույսն էր, թեպետ ինքն էլ Կամոն իր գեղեցկությամբ հետ չէր մնում սիրելիից։ Գյուղում էլ գյուղից դուրս էլ շատերի աչքներ իր վրա, մեջքը գետնով չի տալիս ու մի քիչ հպարտությամբ, բայց աչքը տիկնոջ վրա ասում է Կամոն։ Սխեն վարակնիկներ, այն հոլիդեի ժամանակաշրջաններն էր, ռազմիրատի կոշիկ էինք ասում, էսի կռունկի տակը բացում էր, աչենիկի շարիկներ ենք լսնում, դու պատկերացնում ես շրախ, սենց գնալը, ժամանակներ էր, անցան գնացին, իսկականից այսօր զիստեսես նայում ենք, չէ, մեր հասակակիցների մոտ մեզ երիտասարդ ենք զգում, բայց որ երեխեք են կողքդ կաղնում են, ունից են մեկը 3 հատ դուրս կգամ իրանից ծիրացավը տանեմ, ալիքիս խավարոսկ են, այն դեպքում ասում ես հա տարիքը իրապայ է կատարում Չալաչա, սիրուն, սև էր ընդով մազերը, երկար էր մի քիչ էլ, դե ոբշեմ, էր, էր, դե մա իհարկե, եթե ես լավ եմ ինքն էլ լավ եմ Այսինքն դպրոցական տարիներին մի դասարան 6-րդ դասարան Զուգահեռ, 3 զուգահեռ ենք այն ժամանակ, ուրեմն 28, 31, 32, այդտենց արի նկարեմ ենք իրովական Իր սևուկ ու սիրուն չալաչային լավ պահելու համար Կամոն Նինային իր տուն տարավ հարսանիքով, զուռնադհոլով 7 օր 7 գիշեր քեֆ ուրախություն արեցին այնպես որ շատ բան տեսած մի ողջ նոյեմբերյանի շրջան այդ հարսանիքից հետո զարմացած էր մնացել համատեղ անցկացրած 41 տարվա մեջ էլ մեկ զանգակ եղան մեկ բամբակ կարևորը նրանց հյուսած օջախից սերը երբեք չպակասեց ավելին գնալով թանձրացավ ու էլ ավելի մեծացավ Սիրո երիտասարդ ժամանակը հասկացան քաղցրություն, տուն, տեղ, ընտանիք, բայց արդեն մեր ու ավելի առավելս բարձր տարիքներում առաջ է գալիս իսկականից թանձր սերը, քաղցր սերը, գիտակցելով, որ արդեն այդ սերը քեզ պետք է, ուզած չուզած։ Եթե մի քիչ տկարություն կամ ինչ-որ մի բան առաջակալի Եվ այդ կողմն առաջ բերում, բայց դե հիմքն է շարունակում իհարկե։ Առանց բարկանալու հնարավոր չի, բայց այդ բարկությունը էլի իրիկնային ժամերին հաշտության է վերածվում, հաջորդ օրվա հեռատեսության։ Լինում է տեղ, որ դու զանգակը վերցնում ես, բայց էլի բամբակ ես դառնում։ Կամոն հայտնի ու պահանջված մարդ էր թե երիտասարդ տարիներին, թե հիմա, նախ որովհետև գյուղում, տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս նա առավել հայտնի էր իր նվագով, սուրնով, դուդուկով, շվիով ու էլի բազմատեսակ ու բազմազան երաժշտական գործիքների վրա նվագելով։ Պարզվում է նաև, որ հենց այդ նվագով է սիրելի Նինիկի սիրտը գրավել ու իրենով արել, ու որքան ասես այդ նվագի տակ պարացրել ու ուրախացրել։ Եթե ասենք գործիքը պետք է նախապատրաստեմ գործիքը, նոց հետո նվագարկել։ Երկիրը չեմ կայացել, բայց բարել եմ, ինքը նվագելա ես բարել եմ։ Այդ բարելը շատերն են բարել, մենակ դու չես։ Բայց իրա պարը ուրիշ ա եղել ես համար ա եղել ամեն դեպքում։ Այո։ Դե հիմնական նվագն էր քաշում հիմնականում, եղբայրը որ նվագում էր, ես էլ նվագում էր։ Մեն ասում էր իմ աղբերը լավ նվագում, ես էլ ավելի, ես կատաղում որ ավելի լավ նվագեմ։
Դե քեֆչի երաժիշտ ամուսին ունենալն էլ հեշտ գործերից չէ։ Կեսգիշերին տուն գալը, լավ առիթներին մասնակցելը, իր նվագի տակ սիրունատես աղջիկներին պարացնելը Կամոյի սրբազան գործն է։ Բայց Նինան խանդը սրտում պահած գոնե մի անգամ ձեն ու ծպտուն չհանեց։ Թեպետ ազնվության համար խոստովանում է, շատ է խանդել ամուսնուն։ Ինքը դիմավոր մաժամ 3:30 իմ հաց ու պանիրը պտիլի ստոլին։ Ես մեր մի քիչ առաջ հանդիպել ենք աղբյուրում, իրար փոխանցելով սենց գնում ենք, այո։ Путь продолжается։ Սուրո արի նկարեմ են կիրովական հաղորդումներն ա, չէ։ Երայժմ լա։ Էդու ես ասում, բերգունը տուն կնալ կա, չէ։ Երիտասարդ ժամանակ, որ նոր ենք ամուսնացած, նեղվում է, որ զանգում էր ուր ես, ինչ ես, բայց մի առ ժամանակ հետո արդեն ես էի զանգում, որ ստեն, նորմալ է, ամեն ինչ։ Կամոն շատ կատակասեր ու շատ լայնասիրտ մարդ է, ինչը որպես կանոն բնորոշ է իրենց ասած 1000 մաղի հաց կերած երաժիշտներին։ Իսկ նրա նվագի հետևից այսօր էլ շատերն են կոթի գալիս, թեպետ ասում է ճիշտ է հիմա շատերն են զուռնան, դհոլը, դուդուկը փոխարինել դիսկոտեկով, բայց հասկացողի համար հնականը, ավանդականը, հայկականը դեռ պահանջված է մնացել։ Չէ, այն չեն հիմիկվա հարսանիքները, կենթանի անմիջական ջերմ ու մաքուր ուրախությունը վերածվել է կրկեսի, թատրոնի, էլ չենք խոսում ազգային գործիքները մոռանալու հետ, ասում է Կամոն։ Աներցակը սողոր միդան, Զավենը, այն ժամանակ, որ եկել էր, ու այս սինթեզատոր, բան, ասում էր, այդ սինթետիկ բանից հեռու մնացեք։ Կա լավ մասնագետներ կան, որ սինթեզում են, նմանացնում են մեր թարի քյամանչայի ձայները հանում են պրոֆեսիոնալ ձևով, ոչ թե տնես զապիսներ ու իշի հեղինակականը ու սկսես դրանով։ Բնականն ուրիշ է։ Բնականը միշտ ուրիշ է, կեփեն կանում բաժակսեր, ախպեր ջան, մի հատ էս նվագ էլի։ Մեր Պեպո, մեր հին նկարանունները, մեր մգեր մկրճանը, այսօր նաև ես չես կշտանում։ Թեպետ երաժշտական գործիքների պահանջարկը էլ առաջվանը չի, բայց այսօր էլ Կամոյի հարսանիքի պատվերները անթիվ ու անհամար են։ Էնպես որ կարող է շատերին մերժել, որովհետև ինքը համ տաղանդավոր երաժիշտ է, համ հավեսով, համ էլ ջան-ջիգարով։ Ափսոս մեր նկարահանման պահին շվին տանն էր թողել, թե չէ մի բան կնվագեր Սարերի հովին մեր ու հատկապես մեր հետևորդների համար։ Երեք չառաջորը Ջուջևանից, այրումից բերել եմ Ջուջևան հարսիկ։ Դեման հենց որ դիջեյ անստում մարդիկ են մեծ զալերում, բայց դրսի նվագները ավանդական մեր զուրնայի գլարնետի մոմենտները պաշտպանում եմ հաճախներում։ Մեր տրադիցիոն մոմենտները հարս ինտերնից դուրս ես անում, ամենիքը նամածլելու, ծաղկելու, այն լացի մոմենտները, արցունքի մոմենտները հորական տունը թողել ու գնում։ Դա երևի բնական է, եթե այդ գործով զբաղվում ես ժողովրդի մեջ ես, հնարավոր չի մի քիչ հեռու մնաս։ 2-3 բաժակ պետք է խմես, կենտրոնանաս, անջատվես առօրյա հոգսերից, որ պետք է նվագես, ուրախացնես։ Կոթի գեղցին խիստ է իր լեռների պես, խիստ բնավորություն ունի ու հենց դրա շնորհիվ էլ գիտի պահել հայկականը, ավանդականը։ 11 տարվա հիշողությունների պահոցից ամուսինները հանում են մեծ տղայի հարսանիքի քաղցր դրվագները, որ մի տեսակ ջերմացնում, տաքացնում է նրանց սրտերը։ Մեզ տղայս հարսանիքին, ես որ զրսում ենք, չէ, այդ հին մեր տոմար տրադիցիոն մոմենտներով ցուլիկի մորթելու ընկերներս դե նվագող են, զուրներ տղեն ես ցուլիկը էր ծրած, սենց որնայվ ես մի հատ կինո։ Մեր տրադիցիոն մոմենտն է, մեր հարգված վիճակն է, որ պետք է պահես։ Առաջ հլա այմ ես վերջի մոմենտներով շատ հազվադեպ եմ հանդիպում, որ հարսանիք այդ մոմենտները սարդարվերի շախը, են որ պարասներով տանում էին թրի մեջ ակծրած բան, բազի մոմենտներ նկատում է, բայց այն ժամանակ անխտիր ձևով, ոնց պետք է զարդարեն, զուրներ նվագում ես պետք է լավ առնական տղաները դուրս կան իր այդ կպնեն, կողի մոմենտները, չէ, իրանք կողի մոմենտները պաղլևան էին ասում, լավ, այո, կող բռնելու այդ մոմենտները զուրնայի տակ։
Կար ժամանակ նաև, որ հարսանեկան ավանդույթներից զատ այս սարերում իրենց խոսքով Քյանդրբազի ղաշումը հավաքվում էին տարածաշրջանի կոլտնտեսականները, հավաքվում էին երգի ու բերքի տոնի, որ վերածվում էր համաշրջանային մեծ իրադարձության, ջերմ տոնախմբության։ Մարդիկ տարբեր գյուղերից այստեղ էին գալիս բեռնատարներով, ցուցապաստառներով, իրենց տոնական ճոխ սեղաններով։ Նաև տոնավաճառ էր լինում դեֆիցիտ ապրանքներով, տարվա այդ մի օրը վաճառասեղանների տակի թաքստոցներից արտասահմանյան ապրանքներ էին հայտնվում այստեղ Քանդրբազի ղաշում։ Լարախաղեր, տոնավաճառ, ամեն ձև մարդիկ պատրաստված գալիս են։ Բարձրանում են, նվագում են, կոխ են բռնում, ձիեր են պարացնում, մրցակցում։ Շատ հետաքրքիր են ժամանակները, խարույկ են վառում էտիրի գունը, նախորոք, որ պետք է արդեն վաղալի գալիս են երիտասարդները։ Լավ պետ են դուրս քաշում, սենց դասում խարույկ անում։ Այն ժամանակ, որ գալիս ենք, ասեղ գցելու տեղ չկար։ Որ գիտեն արդեն մարդիկ դաշտից գալիս են, հետնել համերգի, օղորմիրան, մի հատ Բեջանյան շահվելատ ենք ասում, լավ հովիվ էր։ Հենց լատեր ուրդ չասած ինքն արդեն կարողոտի տակ դրած մարդը։ Սեղան ենք ծը, կանչում, նաղաքում ենք, ասում են, ինքն էլ էր երկում օղորմիրան։ Իր այդ շատ լավ հովիվներ ենք ունեցել, լավ անունով, որը տենց, ասենք, ասածա չէ, ասում են, են թրչող շիներ հաց են տալի, եթե տարածքում մի մարդ պետք է գնար կանչում են, հյուրասիրում են, կաթը, մածունը։ Սրանք պատմություններ են հին ու բարի ժամանակների մասին, որ ամեն անգամ գալիս ու տակն ու վրա են անում շատ ռոմանտիկ Կամոյի ու գեղեցկուհի Նինայի սիրտը։ Հեռու յայլաներում բնության գրկում, հեռու ամեն ինչից ու բոլորից մարդիկ չափազանց անկեղծ են, անկեղծ իրենց նվագի, կյանքի ու բախտի հետ։ Հենց այսպիսին էին իմ հերոսները, չափազանց բարի, աշխատասեր, հավեսով, համով ու հոտով, որոնց հրաժեշտից առաջ խոստանում ենք անպայման մի օր հանդիպել իրենց տանը երաժշտական գործիքների նվագի ներքո։ Մանանա Վարոսյան, Նարեկ Տիտանյան, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։